Փառք մեր Աստծուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ կատարած գործով մեզ հաստատեց իր եկեղեցու մեջ, գնեց, դարձրեց իր սեփական ժողովուրդը եւ առաջնորդում է իր ժողովրդին եւ իր եկեղեցու Տերն է։ Եվ մենք գիտենք, Աստված իր ժողովրդին առաջնորդում է տարբեր կերպերով, կերպերից մեկը դա մարգարեական հայտնություններն են։ Եղել է, դուք էլ ականատես ու վկաներ եք, որ այո, եղել են մարգարեություններ, որ Աստված ծուր պահանջը եղել է եւ Աստված մարգարեական հայտնություն է տվել եկեղեցուն ժողովրդին ուղված եւ քանի որ ժողովրդին է ուղված, Տիրոջ պահանջը սա է, որ ասեք ժողովրդին, մենք անպայման ներկայացնում ենք ձեզ։ Արքայություններ են եղել, որ ձեզ չի վերաբերում, գուցե օրինակ ինձ կամ որևէ մեկին իրանց հասնում։ Բայց սա ինչ որ հիմա ասենք մենք պիտի ներկայացնենք, այո, սա Տիրոջից եղած մարգարեական հայտնությունը տեսիք եւ Տիրոջ կամքն է, որպեսզի ժողովուրդը լսի եւ ուշադիր լինի, հասկանա, միտք առնի, եթե Տերը խոսում է, ուրեմն պիտի դրա խիստ անհրաժեշտությունը, կարիքը, պահանջը կա, ուրեմն խնդիրը կա, հարցը կա եւ ժողովուրդը պիտի հասկանա ինչի վրա է Տերը ուշադրություն դարձնել տալիս իրեն եւ հետեւի դրան, քայլ կատարի։ Որ ասենք Տերը խոսում է, Տերը նաեւ ոնց որ ասած հետևից գնում է իր խոսքի, որ իր խոսքի համեմատ գործի է։ Վայ մեզ, եթե մենք չնազանդվեցինք։ Ուրեմն հիմա կդրվի ուղակի ձայնագրություն կդրվի, արդեն ես չեմ կարդա մարգարեական հայտնության եւ թող Աստված օրհնի, որ լսող հնազանդվող լինեք։ Այս միշտ Տիրոջ խոսքը ասում է լսողը լսի, չէ, զանցանողը զանցանի, այսինքն շատ ժամանակ զանցանողներ են լինում լսելով հանդերձ։ Աստված օրհնի ձեզ, ուշադիր եղեք, նորից եմ ասում, Աստծո պատգամն է, Աստծո հայտնությունն է ձեզ, կարիքը կա, ուրեմն պետք է ուշադիր լինեք, ինչա Տերը ուզում ձեզանից, պահանջում ձեզանից, ինչ խնդիրը առաջացել։ 17 դեկտեմբերի 2024 թվական Տեսնում եմ, որ կանգնած եմ մի նեղ ճանապարհի մոտ, իսկ ճանապարհից այն կողմ մի կենդանի էր կանգնած, ընդհանուր կարծես կրակ լինի, բայց ձիու պատկերով։ Այդ կենդանու վերևի մասը սղոցի նման էր էլի կրակից։ Այդ ձին ուզում էր ինձ վրա հարձակվել, բայց չէր կարողանում։ Հետո տեսնում եմ Միլազ եղբորը Աստվածաշունչը ձեռքին, գալիս է եւ կանգնում է իմ առջև, եւ երբ այդ կենդանին տեսնում է Միլաս եղբորը, տեղում քարանում է։ Երբ ես տեսնում եմ Միլաս եղբորը, այլևս չեմ վախենում այդ կենդանուց։ Սա տեսել եմ գիշերը։ Առավոտյան նորից տեսնում եմ նույն տեսարանը, բայց այս անգամ արդեն իմ ետևում կանգնած էր ամբողջ եկեղեցին։ Այդ կենդանին, որ մեր առջև կանգնած էր, մի հսկայական բարձր վիշապ էր, բերանից կրակ էր դուրս գալիս եւ ձեռքին նետ ուներ, որը ուզում էր գցել եկեղեցու վրա, եւ նորից Միլաս եղբայրը, Աստվածաշունչը ձեռքին կանգնում է մեր դիմաց, եւ այդ կենդանին տեսնելով նրան սկսում է փշրվել։ Եվ ուրիշ օր, երբ ես աղոթքաժողովում էի, աղոթքը սկսելուց մոտ 5 րոպե հետո, ես տեսնում եմ նորից նախորդ տեսարանը, որտեղ Միլաս եղբայրը գալիս կանգնում է իմ առջև եւ պաշտպանում է ինձ։ Ապա Տերն ինձ ասում է, որ դա ոչ միայն քեզ է վերաբերվում, այլ նաև եկեղեցու յուրաքանչյուր անդամին, ով որ կլսի եւ կհավատա Միլազի խոսքին, խրատին եւ նրա ասածին կհետևի, ես նրան կպաշտպանեմ այդ դժվար օրերին, իսկ ով Միլազի խրատը չընդունեց, այս դժվար օրերում նա կնքում է իր վախճանը, եւ սա թող լինի պատգամ եկեղեցուն, որ այս վերջին օրերին այսպես է լինելու։ Նաև Տերը ասեց, որ եկեղեցում այսպիսի վիճակ կա, որ շատերը Միլազի խոսացածներին, խրատներին, խորհուրդներին լուրջ չեն վերաբերվում
Դրա համար այս պատգամը թող լինի եկեղեցուն, որովհետև Միլազը իմ սիրելի ծառան է, ես եմ նրան դրել, որ ոչ միայն եկեղեցում, այլ ամբողջ աշխարհում գործի, եւ ով իր խոսքը լսի, իր ասած վարդապետությունը լսի եւ խոնարհվի, նա կօժնվի, եւ ես կպահեմ նրան այս չար օրերի մեջ։ 24 օգոստոսի 2025 թվական Տիրոջից տեսնում եմ մի քառակուսի լուսավոր սենյակ լույսի մեջ, եւ այդ սենյակը բեմ ուներ։ Սենյակը դուռ չուներ։ Այդ սենյակից դուրս խավար էր, կարծես լույսի եւ խավարի սահմանը լիներ։ Բեմի վրա տեսա Հիսուսին, ում դեմքը ես չտեսա, քանի որ այն լույսի մեջ էր։ Նրա կողքին նստած էին Մովսեսը եւ Աբրահամը, ում դեմքերը ես տեսա։ Նրանք շատ գեղեցիկ, բարի, աննկարագրելի դեմքերով, սպիտակ մորիքով եւ մազերով, սպիտակ շորերով հագած ծերունիներ էին։ Մովսեսի ձեռքին իր փայտե գավազանն էր։ Նրանք ճանաչում էին Միլազ եղբորը, որովհետև երբ Հիսուսը խոսում էր Միլազ եղբոր հետ, նրանք ուրախությամբ նայում էին Միլազին։ Բեմի առջև կանգնած էին կենտրոնում Միլազ եղբայրը, աջ եւ ձախ կողմերում Արսեն եւ Խնկո եղբայրները։ Հիսուսը ասեց Միլազ եղբորը. Ես սիրեցի քեզ եւ քո առաջնորդած եկեղեցին։ Սիրեցի եկեղեցու վարդապետությունը, կարգ ու կանոնները եւ օրենքները, բայց քո առաջնորդած եկեղեցուց շատերը չեն փրկվելու, որովհետև նրանց սրտերը ծուռ են, ուղիղ սրտով չեն պաշտում ինձ եւ ուղիղ սրտով եկեղեցի չեն գալիս։ Նրանցից շատերը, ովքեր ծուռ սրտեր ունեն, նրանք քո հանդեպ էլ ուղիղ չեն, գայթակղված են, խռոված քո հանդիմանություններից եւ խրատներից։ Դու նրանց նորից զգուշացրու այս կարճ օրերի մեջ, որ զղջան, խոստովանեն, ապաշխարեն իրենց այդ վիճակից, որովհետև իրենց այդ վիճակը չի թողնում, որ նրանք ուղիղ սրտով պաշտեն ինձ եւ եթե չուղղվեն, երկինք չեն մտնելու։ Հետո տեսնում եմ, որ եկեղեցուց մի մասը եկավ լույսի մեջ, մի մասն էլ մնաց խավարում։ Նորից Տիրոջ ձայնն եմ լսում, որ խոսում է Միլազ եղբոր հետ ասելով, որ եկեղեցին մաղվելու է, ովքեր ուղիղ սրտով են, հավատարիմ են, կմտնեն երկինք, իսկ անուղիղները եւ ծուռ սիրտ ունեցողները կմնան խավարում։